Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Մարդասիրական օգնություն Իրանին, ինչ են խոսել Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։ Իրան, Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հակամարտությունը սրվում է, Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից։ Մերձավոր Արևելքում պատերազմը ընդլայնվում է, Լոնդոնը թույլատրել է Վաշինգտոնին օգտագործել բրիտանական ռազմաբազաները։ Նախընտրական հանդիպումներ տարածաշրջանային լարվածության ֆոնին, ինչպես են մեկնաբանում իշխող ուժի ներկայացուցիչները Փաշինյանի կուկուռուզ ուտելը։ Եթե դուք կուկուռուզ ու պերաշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն է։ Ի վերջո հարևան Իրանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ խոսեց նաև Հայաստանի իշխանությունը։ Քիչ առաջ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսով զրուցել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված վիճակը։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը գտնվում է լայնածավալ ռազմական բախման մեջ և վճռական է պատասխանելու տեղի ունեցածին։ Արարատ Միրզոյանը իր հերթին ցավակցություն է հայտնել զոհերի կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մարդասիրական աջակցություն տրամադրել։ Իսկ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ արձագանքել է լրագրողի այն դիտարկմանը, թե իշխող ուժի ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում հարևան Իրանում ընթացող պատերազմի պայմաններում։ Գալյանի խոսքով քաղաքական գործընթացները չեն դադարեցվում, քանի որ Հայաստանի անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրին այս պահին անմիջական սպառնալիք չկա։ Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն, մենք շարունակում ենք մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում, օրինակ վաղը իմ օրակարգում, եթե չեմ սխալվում, դրված է Իրանի դեսպանի հետ հանդիպում։ Իսկ ինչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ես կարծում եմ, ձեր հետ պետք է փողոցներ ընկած չլինեին, կներեք։ Դա ձեր կարծիքն է, եւ ես հարգում եմ ձեր կարծիքը։ Դուք կարծում եք, որ նորմալ է, որ մեր երկրի իշխանությունը, երբ որ մեր սահմաններին պատերազմ է, կարող է ներկուսակցական քարոզարշավ իրականացնել, դա նորմալ է։ Ինչն է խանգարում դա անել, եթե այս պահին վստահաբար արդարադատության ներողություն անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ ինչու պետք է շեղվել ներքին օրակարգի։ Եթե դուք կուկուռուզ ու պերաշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն է։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը այս օրերին նախընտրական հանդիպումներ է անցկացնում մարզերում։ Երեկ նա թիմակիցների հետ եղել է Տավուշում։ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ շրջել է քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ և նույնիսկ այցելել նրանց բնակարաններ։ Հա, գնանք մի հատ լճի մոտ։ Ոնց։ Հա, ամֆիթատրոն։ Հա, մի հատ մոտենանք բարև։ Խախտումով, բայց ոչինչ։ Բարև։ Ում չբարևեցինք, բարև։ Ոչ մի բառ ու արձագանք հարևան Իրանում կատարվողի մասին չի եղել ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Նիստում քննարկել է մոպեդների և քվադրոցիկլների պարտադիր ապահովագրության գործընթացի կարգավորման հարցը։ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին անհանգստացրել է ինքնագլորների հարցը։ Սարվազարյան, խոսք գնաց առաքիչների կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին, որոնք շատ փոքր են, շատ դեպքերում մեծ մեքենավարողները չեն էլ նկատում կողքից անցնողները, նրանք ոնց ուզում քշում են։ Ավելին, նրանք նաև
հարմարվել են մեր իրականությանը, որովհետեւ խուսափեն պատասխանատվությունից, հետևի համարները ծռում են։ Բոլորս էլ տեսնում եք ծռված համարներով, որը տեսախցիկները չեն ֆիքսելու, ոչ մի պատասխանատվություն չկա, այդ հարցը ոնց դիտվի։ Իրան-Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հակամարտությունը ավելի է թեժացել։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը սպանելուց հետո Թեհրանը հարվածել է Իսրայելի եւ տարածաշրջանի ամերիկյան 27 ռազմաբազաներին։ Քիչ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այսօր առավոտյան հարվածել է Նեթանյահուի գրասենյակին, սակայն նրա ճակատագիրը դեռ անհայտ է։ Նշեմ, որ ռազմական գործողությունների հենց ամենասկզբից Թեհրանի թիրախը եղել է միայն ամերիկյան ռազմաբազաները։ Թե կոնկրետ ինչ օբյեկտներ են ընտրվել որպես թիրախ, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Մարտի 1-ի լույս առավոտյան Դուբայի զինվորականների ոչնչացրած անօդաչու սարքի բեկորները հրդեհի պատճառ դարձան Ջեբել Ալի նավահանգստում, որը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նավերի հաճախակի կանգառ է Պարսից ծոցում։ Իրանը արհեստական կղզիների զբոսաշրջային տեսարժան վայրում հրդեհի բռնկվելուց 1 օր անց հարվածներ հասցրեց Դուբայի միջազգային օդանավակայանին, ապա Իրանը հայտարարություն տարածեց, որ հուժկու հարված է հասցնելու Միացյալ Նահանգներին, ավելի ուժեղ, քան երբևէ։ Սրան հետևեց Դոնալդ Թրամփի պատասխանը։ Ավելի լավ է չանեք դա, որովհետև այդ դեպքում մենք կհարվածենք այնպիսի ուժով, որ երբեք ոչ ոք չի տեսել։ Ժամեր անց Կատարի վերևում լսվեց պայթյուն։ Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, իրանական հարձակումներից հետո իրենք 16 վիրավոր ունեն։ Հետևեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարվածը։ Օմանի Դուք առևտրային նավահանգստին իրանական 2 անօդաչու սարքեր հարվածեցին, որի հետևանքով 1 մարդ վիրավորվեց։ Օմանի ծովային անվտանգության կենտրոնը հայտարարեց, որ Պալաուի դրոշի ներքո նավարկող Skylight նավթատարը թիրախ է դարձել Մուսանդամից մոտ 5 ծովային մղոն հեռավորության վրա։ Նավթատարի 20 հոգանոց անձնակազմը տարհանվեց, նախնական տեղեկություններով 4 մարդ էր վիրավորվել։ Հորդանանի պաշտպանական համակարգերը որսացին մայրաքաղաք Ամմանի, նաև երկրի հյուսիսային շրջանների օդային տարածք մտած հրթիռներ։ Հորդանանում Միացյալ Նահանգների դեսպանատունը վաղ առավոտյան տագնապ հայտարարեց, կոչ անելով մարդկանց ապաստան գտնել։ Հետևեց Ցախալի հարվածը Թեհրանի սրտին։ Իսրայելական բանակը հարվածեց ուժային կառույցների ստորաբաժանումներին եւ Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնակայանին։ Տագնապի ձայներ լսվեցին նաև Քուվեյթում, քանի որ Իրանը շարունակում է Պարսից ծոցում իր պատասխան հարձակումները Միացյալ Նահանգների դաշնակիցների դեմ։ Իրանը 2 հրթիռ արձակեց Կիպրոսի ուղղությամբ, որտեղ տեղակայված են բրիտանական բազաներ, հայտարարեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Օրվա երկրորդ կեսին Պալաուի դրոշի ներքո նավարկող նավթատարը խորտակվեց Հորմուզի նեղուցում իրանական հարձակումից հետո։ Իրանական կողմը հաղորդում էր, նավթատարը չի արձագանքել նախազգուշացումներին։ Երուսաղեմում իրանական հրթիռ ընկավ, իսկ Աբու Դաբիի Զայեդ նավահանգիստը իրանական հարվածից հետո այս տեսքն ուներ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդեցին Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքին հարվածելու մասին։ Բնակավայրի հրթիռակոծության հետևանքով զոհվեց 6 մարդ, տուժեց 20-ը։ Իսրայելը ու Ամերիկայի ջնայատը։ Մենք հակառակորդին կհասցնենք հուսահատության, ոչնչացնելով նրանց բազաներն ու կարողությունները։ Պետք է միասնական լինենք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնեց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Աբրահամ Լինկոլն ավիակրի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասին։ Երեկոյան 7-ին մոտ իրանցիները հարվածեցին Աբու Դաբիում տեղակայված ֆրանսիական ռազմաբազային։ Իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածեց Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Այսօր լրատվամիջոցների փոխանցմամբ ամերիկացի 3 զինվոր է զոհվել Իրանի դեմ գործողության ընթացքում։ Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են։ Սեդակ Յուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Գիշերվանից պայթյուններ են հնչում Թեհրանում, Սպահանում և իրանական այլ քաղաքներում։ Քիչ առաջ էլ Իրանը հայտարարել է Թել Ավիվի, Հայֆայի և Երուսաղեմի ուղղությամբ նոր հարվածների մասին։ Մերձավոր Արևելքի վերջին նորությունները իմ գործընկեր Զառա Սարգսյանն է հավաքագրել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որքան կտևի Իրանի դեմ գործողությունը։ Դա միշտ 4 շաբաթ տևող գործընթաց է եղել։ Իրանը մեծ երկիր է, դա կտևի 4 շաբաթ կամ ավելի քիչ, ասել է Թրամփը։
Մինչ այս հայտարարությունը Թրամփն ասել է, որ Իրանի նոր ղեկավարությունը խնդրել է իրեն վերսկսել բանակցությունները։ Նրանք ուզում են խոսել, ես համաձայնել եմ, ուստի ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք դա պետք է ավելի շուտ անեին, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է մեկնաբանել, թե երբ կարող են տեղի ունենալ բանակցությունները։ Այդ մարդկանց մեծ մասն այլևս չկա։ Նրանք դա պետք է ավելի շուտ անեին, բայց իրենց խելոքի տեղ էին դրել, ասել է Թրամփը։ Սակայն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ։ Հնարավոր բանակցությունների մասին հարցին պետք է պատասխանի ռազմական գործողություններ սկսած Վաշինգտոնը։ Այս հայտարարությունն էլ արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության համար, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը բանակցությունների ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակվեց մեզ վրա։ Եթե նրանց նպատակը վարչակարգ փոխելն է, դա անհնար է, իսկ նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում, ասել է Արաղչին։ Մինչ Թրամփը խոսում է հնարավոր բանակցությունների մասին, նրա գործընկեր Նեթանյահուն խոսում է ավելի ինտենսիվ հարվածներ հասցնելու մասին։ Մեր ուժերն այժմ աճող ինտենսիվությամբ հարվածներ են հասցնում Թեհրանի սրտին, եւ առաջիկա օրերին այդ գործողությունները միայն ավելի կուժեղանան, ասել է Իսրայելի վարչապետը։ Իսրայելը մի շարք թիրախներից բացի հարվածել է նաև Իրանի պետական հեռուստառադիոընկերության կենտրոնակայանին։ Ավիահարվածների հետևանքով Թեհրանում վնասվել են հիվանդանոցներ, հրապարակվել են տեսանյութեր, թե ինչպես են հրթիռային հարվածից վնասված հիվանդանոցի բուժքույրերը տեղափոխում նորածիններին։ Ի պատասխան ամերիկա-իսրայելական գործողությունների Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում իսրայելա-ամերիկյան թիրախներին։ Այդ ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Թեհրանում իր դեսպանատան փակման եւ Իրանից իր դեսպանին հետ կանչելու մասին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտում է, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Խամենեիի սպանությունը դատապարտել է նաեւ Թուրքիայի նախագահը։ Իրանում իշխանափոխություն անելու համար Թրամփի օգնությունը խնդրած Իրանի վերջին շահի ժառանգ Ռեզա Փահլավին էլ հարցազրույց է տվելու, ասել, որ միայն Իրանի շուկայի բացմամբ ԱՄՆ տնտեսությունն ավելի քան $1 տրիլիոն եկամուտ կունենա։ Նրա դուստրն էլ Իրանին ուղղված հարվածների համար շնորհակալություն է հայտնել Թրամփին։ Եվ վերջում հրաձգություն է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Տղամարդը գիշերը ժամը 2-ի սահմաններում կրակ է բացել քաղաքի հայտնի զվարճանքի թաղամասում։ Կրակոցների հետևանքով 3 մարդ է զոհվել, եւս 14 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Զոհերի թվում է նաեւ կրակ բացած տղամարդը, որին սպանել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանը կանգնած է նաև ներքաղաքական լուրջ շրջափուլի առաջ։ Ըստ Իրանի սահմանադրության երկրի նոր գերագույն հոգևոր առաջնորդին ընտրում է բանիմացների խորհուրդը, 88 հոգևորականներից բաղկացած մարմինը։ Գլխատված պետությունը առայժմ կղեկավարի եռյակ խորհուրդը։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարների մեծ մասը սպանված է։ Միացյալ Նահանգներ Իսրայել գործողությունների հիմնական նպատակը Իսլամական Հանրապետությունը գլխատելն էր։ Դա նրանց հաջողվել է։ Բացի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից, զոհվել են նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, միջուկային գործի պատասխանատու Ալի Շամխանին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին, Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մոսավին, բանակի հրամանատար Ամիր Հաթամին եւ այլք։ Ինչպես է անցումային այս փուլում Իրանն ընտրելու իր առաջնորդներին։ Գլխավոր շտաբի պետը, ԵՀՊԿ գլխավոր հրամանատարը ուղիղ նշանակվում են հոգևոր առաջնորդի կողմից։ Պաշտպանության նախարարի ներկայացնում է նախագահը եւ հաստատում է Իրանի գլխավոր գերագույն հրամանատարը, իսկ պաշտպանության խորհրդի քարտուղարին նույնպես նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդը։ Սակայն այստեղ կա մի մեծ բաց։ Երկրի գերագույն հոգևոր առաջնորդը զոհված է։ Իրանի սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն ձևավորվելու է անցումային խորհուրդ, բաղկացած երկրի նախագահից, դատական համակարգի եւ սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից։ Երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արդեն հայտարարել է, առաջնորդը շուտով կընտրվի, իսկ մինչ այդ կձևավորվի առաջնորդական նոր խորհուրդ, կամ այսպես ասած, բանիմացների խորհուրդ։ Բանիմացների խորհուրդը այն խորհուրդն է, որ ընտրվում է ժողովրդի կողմից, ուղղակի եւ գաղտնի քվեարկության արդյունքում եւ մեկ օրակարգով ասպարում ճշտել գերագույն առաջնորդին։
այսինքն անձը ճշտել գերագույն առաջնորդության համար։ Բայց այս պահին դեռ այլ հայտարարություն չկա, թե երբ է հրավիրվելու փորձագետների ժողովը։ Սակայն ըստ տարածվող տեղեկությունների Ալի Խամենեին հոգ է տարել իր իրավահաջորդի ու երկրի նոր ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Նաև շրջանառվում էր Ալի Լարիջանի անունը, ով լինելու էր համակարգողի դերում այդ ժամանակահատվածում, այսինքն դե չպետք է բացառենք, որ հնարավոր է Ալի Լարիջանին այս ընթացքում իրականացնի համակարգողի դեր, մինչև որ կհրավիրվի փորձագետների ժողով եւ նրանք էլ կընտրեն երկրի նոր հոգևոր գերագույն առաջնորդին։ Իրանագետ Էմա Բեգիջանյանի կարծիքով նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը վաղ տեղի չի ունենա։ Մինչև երկրում խաղաղություն չհաստատվի կամ առնվազն որոշ չափով հրադադար չլինի, դա տեղի չունենա։ Ամեն դեպքում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ընտրությունը կախված է նաև մի քանի սցենարներից, կարծում են իրանագետները։ Օրինակ, երկրի տարբեր հատվածներում զանգվածային բողոքի ակցիաների առաջացումը կամ հոգևոր առաջնորդի բացակայության պայմաններում Իրանում պետական համակարգի փոփոխությունը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ ով է 70-ամյա այաթոլլա Ալիռեզա Արաֆին, որը Իրանում ստանձնել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի գործառույթները։ Անի Աբաղյանի ռեպորտաժում։ 70-ամյա այաթոլլա Ալիռեզա Արաֆին այն գործիչն է, որն Իրանում ստանձնել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի գործառույթները այաթոլլա Ալի Խամենեի մահից հետո։ Արաֆին շիա հոգևորական է, իսլամագետ եւ քաղաքական գործիչ, որը երկար տարիներ ձևավորել է Իրանի կրոնական կրթական համակարգը։ Նա ծնվել է Քոմում, երկրի հոգևոր կենտրոնում եւ համարվում է պահպանողական իսլամական դաշտի ազդեցիկ ներկայացուցիչներից։ Տարիներ շարունակ դասավանդելով Քոմի հոգևոր սեմինարիայում, Արաֆին միաժամանակ ղեկավարել է Ալ-Մոստաֆա միջազգային համալսարանը, որը համակարգում է աշխարհի տարբեր երկրներից Իրան եկած ուսանողների իսլամական կրթությունը։ Նրա գործունեությունը կարևոր դեր է խաղացել Իրանի հոգևոր կրթական համակարգի վերակազմավորման եւ իսլամական արժեքների տարածման գործում միջազգային մակարդակով։ Որպես Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ նա ներգրավված է եղել երկրի օրենսդրական վերահսկողության եւ քաղաքական համակարգի կայունացման գործընթացներում, համադրելով կրոնական ու պետական ազդեցությունը։ Միևնույն ժամանակ Արաֆին հանրային դաշտում փակ եւ զուսպ գործիչ է։ Հազվադեպ է հարցազրույցներ տալիս կամ հանդես գալիս հրապարակային ելույթներով։ Խամենեի մահից հետո իր առաջին հայտարարությունում Արաֆին ընդգծել է Իրանի անկախության պահպանումը, խոսել պատասխանատվության եւ վրեժխնդրության մասին, ակնարկելով կոշտ եւ սկզբունքային գիծ արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ղեկավարությամբ սկսվող անցումային շրջանը դիտարկվում է որպես լուրջ փորձություն թե Իրանի ներքին քաղաքական հավասարակշռությունը պահպանելու, թե հոգևոր իշխանության իրավահաջորդությունը ապահովելու առումով։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մերձավոր Արևելքում պատերազմը ընդլայնվում է։ Լոնդոնը թույլատրել է Վաշինգտոնին օգտագործել բրիտանական ռազմաբազաները Իրանի դեմ գործողություններում։ Թրամփն էլ ուղերձ է հղել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, կոչ անելով վայր դնել զենքերը։ Ռազմական ամբողջ հրամանատարությունը ցրվել է։ Շատերն արդեն փնտրում են հանձնվելու ուղիներ սեփական կյանքը փրկելու համար։ Նրանք անձեռնմխելիության երաշխիքներ են պահանջում։ Ռազմական գործողությունները ընթանում են ամբողջ թափով եւ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ մեր բոլոր նպատակներն իրագործվեն։ Իսկ մեր նպատակները չափազանց լուրջ են։ Եվս մեկ անգամ դիմում եմ հեղափոխության պահապաններին, իրանական բանակին ու ոստիկանությանը։ Կամ վայր եք դնում զենքերը եւ ստանում լիակատար անձեռնմխելիություն, կամ առերեսվում եք անխուսափելի մահվան հետ։ Դա լինելու է ակնթարթային մահ։ Կոչ եմ անում բոլոր իրանցի հայրենասերներին, որոնք տենչում են ազատություն, բաց չթողնեք այս պահը։ Եղեք խիզախ, արի ու հերոսական եւ հետ վերցրեք ձեր երկիրը։ Ամերիկան ձեր կողքին է։ Ձեզ խոստացել էի եւ կատարում եմ խոստումս։ Մնացածը կախված է ձեզնից։ Պատրաստ ենք սատարել ձեզ։ Այս լարված վիճակի ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունները փակել է Թեհրանում իր դեսպանատունը եւ հետ կանչել դեսպանին։ Իսկ հաշվի առնելով ստեղծված վիճակը եւ չեղյալ հայտարարված բազմաթիվ թռիչքներ, Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր մնալու ծախսերը։ Հյուրանոցները կապահովեն անվճար կեցություն եւ սնունդ։
Իսկ Հայաստանի արտաքին գերատեսչությունն էլ դիմել է չեղյալ հայտարարված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիներին։ Այն քաղաքացիները, որոնք կցանկանան կամավոր Օմանի տարածքով գալ Հայաստան, կարող են լրացնել արտաքին գործերի նախարարության կայքում ներկայացված հայտը։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Մերձավոր Արևելքի երկրներում զոհերի շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Փորձագետների կարծիքով Հայաստանի հարավային սահմանին կատարվող իրադարձությունները կարող են վերածվել լուրջ մարտահրավերների։ Իրանը ոչ միայն հարևան է, այլև տնտեսական և էներգետիկ կարևոր գործընկեր։ Ինչ ռիսկեր կան Հայաստանի համար, Սեդա Գյուրեղյանն է ներկայացնում։ Իրանը Հայաստանի ռազմավարական գործընկերներից մեկն է և փաստացի երկրի միակ դարպասը դեպի հարավ։ Հայաստանի տարածքով է անցնում Իրանը հյուսիսին կապող կարևոր տնտեսական երթուղին՝ հյուսիս-հարավը։ Թեև Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները Հայաստանի տնտեսության հիմնական մասնաբաժինը չեն կազմում, այդուհանդերձ երկու երկրները փոխկապակցված են էներգետիկ ենթակառուցվածքներով։ Էլեկտրաէներգիան դա միակ ապրանքն է, որը երբ որ արտադրվեց պետք է սպառվի, եւ այս տեսանկյունից այն ավելցուկային էլեկտրաէներգիան, որը Հայաստանը արտադրում է այս պահին, այսպես ասած սպառում չի գտնում, մենք արտահանում ենք դեպի Իրան եւ Իրանը հանդիսանում է այսպես ասած յուրահատուկ մարտկոց մեր էլեկտրական համակարգի համար։ Եթե Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հարված են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, վտանգի տակ կարող է հայտնվել նաեւ Երևանի ջերմաէլեկտրակայանի աշխատանքը։ Սա Հայաստանի համար վատագույն սցենարներից մեկն է, հատկապես Իրանում հնարավոր տնտեսական ճգնաժամի խորացման պարագայում։ Այդ դեպքում կարող է առաջանալ էլեկտրաէներգիայի ավելցուկ, նաեւ արտադրական հզորությունների թերբեռնվածություն։ Ավելցուկ էլի Հայաստանի շուկայում դա սպառել չի լինի, Հայաստանի շուկան ինքնաբավ է դառնալով։ Ջերմակայանը Երևանի ջեկը կարող է կանգնել կամ աշխատել իր ոչ ամբողջ հզորությամբ։ Սա է հիմնական խնդրեմը։ Այսինքն այս հարվածը, ասենց ասեմ, Հայաստանի համար իհարկե շատ վատ իրավիճակ է ստեղծում, բայց ուտ ասենք թե գազ, էլեկտրաէներգիայի դիմաց այդ ծրագրի հետ կապված շատ հնարավոր է նաև որ այն կանգնի։ Մյուս կարևոր ուղղությունը առևտուրն է։ Հայաստանն ու Իրանը տարեկան ունեն գրեթե $1 միլիարդ առևտրաշրջանառություն, սակայն ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը։ Հայաստանը Իրանից ներմուծում է շինանյութ, պարենամթերք, հիգիենայի պարագաներ եւ մի շարք սպառողական ապրանքներ։ Իրան արտահանվում են պղինձ, մոլիբդեն եւ մետաղական հանքանյութեր։ Վերջին շրջանում աճել էին նաեւ կենդանիների եւ սննդամթերքի արտահանման ծավալները։ Կենդանիները, ոչխարները եւ բանիները, սակայն քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառեց այդ տնտեսական հիբրիդային զենքը եւ արձրկեց մի քանի տասնյակ անգամ իրանական ռեալը, մեր արտահանողները սննկացան հենց այդ դեպի Իրան արտահանողները կոնկրետ ոչխարների եւ բանի տեսականների մասին, որտեղ եւ այս պահին ասենք մի քանի միլիոն դրամ բարձր են կուտակել։ Արտարժույթի տատանումները, հատկապես իրանական ռեալի արժեզրկումը արդեն իսկ բացասաբար են անդրադարձել Հայաստանի փոքր եւ միջին արտահանողների վրա։ Մյուս հավանական ռիսկը միգրացիոն հոսքերն են։ Եթե Իրանում ճգնաժամը խորանա, չի բացառվում բնակչության տեղաշարժ դեպի հարևան երկրներ։ Հայաստանը նման սցենարի պատրաստ է։ Հնարավոր սցենարային արժեքներից մեկը կարող է լինել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը բնակչություն 90 միլիոնից ավել է, շատ մեծ քանակությամբ բնակչություն կոչի այլ երկրներ, որի մեկը Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել։ Այսինքն Սյունիքի մարզում պատկերացրեք բավականին մեծ քանակությամբ Իրանից մարդիկ են գալիս, որոնք ասենք էթնիկական կազմվածքով որոշակի հարցեր կարող են առաջանալ, սա նույնպես տնտեսական խոցելիություն կարող է առաջացնել։ Թե երկարաժամկետ հեռանկարում ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ ստեղծված վիճակը, փորձագետները դեռ դժվարանում են հստակ գնահատել։ Մինչև վերջին զարգացումները Հայաստանն ու Իրանը ծրագրում էին առևտրաշրջանառությունը հասցնել մինչև $3 միլիարդ, ստորագրելով համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Սակայն տարածաշրջանային լարվածությունն ու Իրանում խորացող ճգնաժամը այդ ծրագրերը դնում են անորոշության մեջ, ստիպելով վերանայել Հայաստանի տնտեսական հաշվարկները հարավային ուղղությամբ։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։